Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների ընդառաջ շարունակվում է կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավի շրջանակում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսի ներքո այսօր քարոզարշավը շարունակում է իրականացնել Գեղարքունիքի մարզում։ Այժմ մենք գտնվում ենք Գավառ խոշորացված համայնքում եւ այս պահին ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն հնարավորության համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Քանի որ դուք հենց այս մարզից եք, Գեղարքունիքի մարզից եք եւ կուզենայի ամփոփեինք, հա, թերևս այսպես նախընտրական քարոզարշավ, որովհետեւ այն մոտենում է արդեն իր տրամաբանական ավարտին եւ ընդամենը մի քանի օր հետո քաղաքացին պետք է կատարի քվեարկությունը, ինչպես եք դուք գնահատում քարոզարշավը եւ ինչ տպավորություններ դուք ստացաք։ Նախ իրապես ամփոփելու ժամանակն է եկել, որովհետեւ վերջին մարզային քարոզարշավն է, վերջին մարզային հանրահավաքը քիչ հետո կմեկնարկի եւ պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքում մեզ այսպես գրկաբաց ընդունելու համար եւ դա գալիս է նաեւ այն աշխատանքից, որ իրականացվել է համայնքներում, այն խաղաղության համար, որ այսօր փաստացի կա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թեև ամենօրյա տարածվող աղբատեղեկատվության ամեն ինչ շատ լավ տարբերում է ճշմարտությունը կեղծիքից, սուտը կեղծիքից եւ այսպես փաստերի հիման վրա կատարում է իր ընտրությունը եւ ես կարծում եմ ու վստահ եմ, որ հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենալու է առավելագույն ձայներ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է ընտրելու հենց 16 համարին։ Քանի տոկոսի ակնկալիք ունեք, Տիկին Ղազարյան։ Օրինակ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ 13 թվականին ասում էր, ինչքան ուզենք, այնքան կխփենք։ Դուք ինչքան կխփեք։ Դե բնականաբար մենք նման ենթադրություն չենք կարող անդրադարձել, բայց բնականաբար կարող եմ ասել, որ այն ընդունելության, որ արժանանում ենք, մանավանդ այսօր Գեղարքունիքի մարզում փառահեղ ա եղել մեր քարոզարշավը եւ դրա հիմքով հիմա կարող է այդ ողջավորվածությունից մեծ թվեր այսպես հնչեցնեմ, ինչի չեմ ուզում ամես, որովհետեւ իրականում որոշվում է ընտրության արդյունքները, իսկ ընտրության արդյունքները իրենք շատ ավելի իրական պատկեր կտան, թե ինչքանով է մեր քաղաքացին գնահատում այս ամբողջ իրականությունը, որ այսօր կա։ Իսկ մասնակցության առումով, որովհետեւ շատ կարեւոր է ոչ միայն քվեարկությունը, այլ նաեւ մասնակցությունը, առաջիկայում նաեւ լեգիտիմ կառավարություն ձևավորելը։ Շատ կարեւոր հարց եք տալիս, որովհետեւ քարոզարշավի սկզբի համեմատ մասնակցությունը այսպես ծնագնդի նման սկսեց ավելանալ եւ վստահ եմ, որ նախորդ համապետական ընտրությունների համեմատ այս անգամ մասնակցությունը մեծ է լինելու, որտեղ շահագրգռվածությունը մարդկանց հանրահավաքների մասնակցելու եւ այլն այն էլ այսօրվա դարում երբ կարելի է դա ուղղակի on-line հետեւել կամ այս հանդիպումներին գալ այսպես շահագրգռված, ես կարծում եմ նաեւ ընտրության օրը կարտահայտվի մեծ մասնակցությամբ։ Քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու, գիտակցված որոշում է։ Բնականաբար հետաքրքիր է հետևում են ծրագրերին, շատ ծանրակշիռ անձերի ընտրություն չի, վստահաբար կարող եմ ասել քաղաքական թիմերի ընտրություն է, ծրագրերի ընտրություն է, ծանր թեթև անելու, շատ հետաքրքիր հանդիպում ենք այնպիսի արտահայտություններ քաղաքացիների կողմից հնչող, որ նույնիսկ մենք ենք զարմանում, մեզանից լավ են իրականությունը զգում, քիչ առաջ օրինակ նման դեպք եղել է Գավառում, երբ որ վարչապետը որոշել է այդ քարտեզներից նվիրի քաղաքացին ասել է դու արդեն դա ինձ ավելի մեծը նվիրել ես իրական Հայաստանի տեսքով, ինչը շատ իհարկե ոգևորիչ է, հասկանում ես, որ քաղաքացին շատ ավելի մեծ գիտակցում ունի ու շատ ավելի այսպես քաղաքականացված են այսօրվա մեր քաղաքացիները։ Շատ լավ, Տիկին Ղազարյան, նաեւ օրերս հրապարակվեց Եվրոնյուզ միջազգային լրատվականի կողմից իրականացված հարցումները, ըստ որոնց քաղաքացիական պայմանագիրը կարծես բացարձակ առաջատար է 65%, երկրորդ ուժը որպես ուժեղ Հայաստանն էր 12%-ով, երրորդ ուժը Հայաստան դաշինքն էր 6%-ով, քանի որ նաեւ ընտրապայքարը, հա, այսպես կարծես այս հիմնական կուսակցությունների միջև է ընթանում, ուզում եմ հասկանալ նաեւ ընդդիմության առումով մենք ինչպիսի ընդդիմություն նաեւ քաղաքացին պետք է կարողանա ձևավորել, որովհետեւ անկախ, հա, նաեւ քաղաքացիական պայմանագրի հնարավոր հաղթանակից շատ կարեւոր է նաեւ այսպես ասած այդ կառուցողական որակյալ ընդդիմություն ունենալը, որպեսզի առաջիկայում միակուսակցական չլինեն որոշումները, որոնք պետք է կայացվեն ձևավորվելիք պարլամենտում։ Շատ լավ, ուղղակի գիտեք, ընդդիմություն իրապես լավ ունենալը լավ բան է ընդհանուր խորհրդարանական կառավարման ժամանակ հատկապես, բայց ես պետք է միանշանակ նշեմ, որ մյուս ընդդիմադիր ուժերի նման ցածր տվյալները, որ իհարկե այդքան էլ չեմ վստահում հարցումներին, բայց այնուամենայնիվ որ ունեն, մենք վստահաբար գիտենք, չէ, որ նախորդ տարիներին էլ երբևէ որ ուժեղ Հայաստանը, որ ռեբրենդինգ է արված ՀԿ-ի, Քոչարյանը երբևէ չեն ընտրվել ժողովրդի քվեով, հետևաբար բնականաբար այսօր էլ չեն ունենա համապատասխան քվեները, հետևաբար այդ հարցումներին էլ մի փոքր կարելի է հավատալ այս դեպքում։ Շատ լավ, քանի որ մեզ միացավ նաեւ падգամավոր Հրաչյա Հակոբյանը, օգտվելով առիթից, պարոն Հակոբյան, կխնդրեմ դուք եւս ձեր կարծիքը արտահայտեք, մի արտահայտություն է արել Ռոբերտ
Ռոբերտ Քոչարյանը վերջերս այս իր քարոզարշավներից մեկի ժամանակ ասում է, որ ներողություն եմ կանխավ խնդրում, բայց բառացի պետք է մեջ բերեմ, ասում է, որ քաղաքացին պետք է այս ընտրություններում ռադանի Նիկոլ Փաշինյանին, ռադանի այս իշխանությանը։ Ինչպես կարձագանք է Քոչարյանին։ Դե Քոչարյանին արձագանքելու շատ բան չկա։ Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին սկսեց քոքը մաշեցնելուց, բայց մաշվեցին ամբողջությամբ, հետո սկսեց ասել, որ այս խորհրդարանը մաքսիմում 2 տարվա կյանք ունի։ Մենք տեսանք, որ ամբողջ ժամկետը խորհրդարանի 8-րդ գումարման ավարտվեց, գնացինք հերթական խորհրդարանական ընտրությունների, այնպես որ այդ մարդուն ժողովուրդը արդեն վաղուց ռադ է արել եւ ոչ միայն ռադ է արել, այլ վերջերս նաև տեսանք, թե ինչ բառապաշարով էր խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ մարդու հասցեին, չեն ցանկանում կրկնել այդ բառապաշարը, այնպես որ թող իրենք ուղղակի կարողանան աշխատեն քաղաքացիների հետ այնքան, որ գոնե անցողիկ շեմին մոտ լինեն, որ այն բոնուսներով գոնե իրենք անցնեն, այլ ոչ օրինակ մեկ այլ ուժ։ Գոնե այսօրվա պուի կարգավիճակին հասնեն, այսինքն պուն այսօր բոնուսներով հայտնվեց, այսօր գոնե թող Ռոբերտ Քոչարյանը կարողանա ժողովրդի հետ մի րոպեն սարքելով մի րոպե այնպես աշխատի, որ կարողանա մի րոպեի փոխարեն ասի մի րոպե եւ ժողովուրդը այնքան կվետա, որ հայտնվեն գոնե պուի կարգավիճակում։ Հավելել բան ունեք։ Ես կասեմ, որ արդեն ուշ է որևէ բան փորձելու, որովհետև ինչպես ասեցի, դեռ սկզբի ժամանակ հնարավոր։ Փորձում եմ, բայց կարծում եմ հայր եւ որդի հայրենի դասեր են անցկացնում տեսախցիկի առաջ եւ փորձում են մի րոպեն փոխեն մի րոպեով։ Այդ ճիք են գործադրում, ջանք են գործադրում, որպեսզի մոտենան պուին։ Այսինքն այդ եթերները, երբ որ նրանք հայրենի դասեր են անում, հայր եւ որդի, դա այն վերջի ճիքերն է, որ Ժորժ ջան, գոնե ընտրեք, որ մոտենանք պուի կարգավիճակին։ Պուն, պատիվ ունեմ նա, որևէ վիրավորական բան չեմ ասում ես։ Բայց իրապես հետարքիվ մի առաջընթաց էլ պետք է նշեմ, մեր շնորհիվ իրենք սկսեցին մարդկանց հետ շփվել, մեր շնորհիվ իրենք սկսեցին հայերեն սովորել, ինչը իհարկե պետք է շնորհակալ լինեն մեզ ու խորհուրդ կտամ առհասարակ իրանք մեզ ընտրեն։ Էլ չասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն ընտրությունների շնորհիվ սկսեց գնալ եկեղեցի, մենք նրան տեսանք եկեղեցում մոմ վառելուց եւ առհասարակ այն մարդիկ, ովքեր որ ընտրություններ են անցել 2001, 2005, 2008, այս 2000-ականներին, 2003, 2008, այո, այդ մարդիկ երևի հիմա զարմացած են, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է եւ ասում հետեւյալ նախադասությունը. ընտրություններով մենք կարող ենք բան փոխել։ Ռոբերտ Քոչարյանից դուք հասկանում եք Հայաստանի Հանրապետությունը ինչ ծաղկել է ծաղկում, որ Ռոբերտ Քոչարյանը դիմում է հանրությանը եւ ասում է սիրելի ժողովուրդ, սիրելի արդեն սովորում է հայերեն, սիրելի ժողովուրդ, ընտրություններով մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ 2000-ականներին մենք երբ որ երիտասարդ էինք, դա անհավանական կլիներ, որ օրինակ առավել եւս մի բան էլ մտածեինք, որ երբևէ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ընդդիմություն։ Իհարկե հիմա կտեսնենք այդ անցողիկ շեմը կհաղթահարեն, թե չէ, պուի կարգավիճակում կհայտնվեն, թե ոչ։ Ես իհարկե կասկածում եմ։ Դե կասկածելը Մնաց ընդամենը մի քանի օր եւ արդյունքները արդեն հայտնի կլինի բոլորի։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։